օրինակ նույն փաստաբանը, որը թիրախավորում է քննիչների այդ կոչբայրի մասն է խոսքը, քաղաքական մի խմբի ինչ-որ համատուն պահպարակի հետ, այդ քաղաքական խմբի օրինակ առաջնորդը նույն վարչապետը X հոգևորականների ինչ-որ սեռական մոլագարներ է անվանում, ընդդիմադիր քաղաքական գործիչները իշխանությանը անվանում են թրքահպատակ, թուրք ու նման բաներ, հոգևորականներ հասարակության մի խմբին հուդա, նեռ, աղանդավոր է անվանում եւ այլն, եւ վերջում բոլորը իհարկե որքան էլ նուրբ է սահմանը վիրավորանքի, զրպարտության եւ այլնի եւ քաղաքական խոսքի, բայց այնուամենայնիվ այդտեղ կան տարբերակումներ եւ դրանք կարելի է տարբերակել, հա։ Հիմա այս խոսույթները որքանով են քաղաքական, այս խոսույթները որքանով են քաղաքական խոսք, հետեւաբար ընդունելի։ Նախ սկսենք նրանից, որ եթե խոսքը մասնագիտական համայնքների մասին է, նրանք պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ թեև միգուցե օրենքում դրա մասին գրված չէ, բայց կան բազմաթիվ միջազգային չափանիշներ, որոնք հուշում են, որ կոնկրետ մասնագիտական համայնքները, հատկապես փաստաբանների պարագայում եւ այլն մի քանի այլ մասնագիտական համայնքներ էլ իրենք պետք է իրենց գործունեության ընթացքում զերծ լինեն քաղաքական ազդեցություններից, կոնկրետ գործեր վարելիս եւ մի շարք այլ հանգամանքներ, հետեւաբար այստեղ էլ էթիկական բազմաթիվ խնդիրներ կան, բայց եթե մենք առաջ շարժվենք եւ խոսենք քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասին, ապա պետք է արձանագրեմ, որ Հայաստանում այո, գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները օգտագործում են խոսքի այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով արգելված են։ Այստեղ հարցն այլ է, թե որ քաղաքական ուժի կողմից որ խմբերին ավելի շատ թիրախավորող խոսքի տեսակներ են օգտագործվում։ Ես պիտի հատուկ շեշտադրեմ, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կենտրոնացած են հատկապես ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսք օգտագործելու մեջ, եւ դուք էլ հիշատակեցիք, չգիտեմ, դավաճան թուրք եւ նմանատիպ մի շարք այլ հանգամանքներ։ Կան քաղաքական ուժեր, որոնք կրոնական փոքրամասնություններին են պիտակավորում այդպիսով ատելության խոսք օգտագործում նրանց նկատմամբ սովորաբար նույն քաղաքական ուժի մասին է կամ նույն քաղաքական խմբերի մասին է խոսքը այստեղ։ Կան քաղաքական խմբեր, որոնք ամենօրյա ռեժիմով կանանց հետ կապված այնպիսի խոսք են օգտագործում, որը ըստ էության կանանց թիրախավորող է։ Կան քաղաքական ուժեր, որ խոսքի մեջ ինչ վիրավորանք ասես չեն օգտագործում, միգուցե առանձին խմբերի չթիրախավորելով, բայց ամեն դեպքում վիրավորական խոսքեր օգտագործելով, որոնք դարձյալ նորմալ չեն։ Սովորաբար նրանք բոլորն էլ ասելու են, որ գիտեք, սա քաղաքական խոսքի տեսակ է, հետևաբար եկեք մեր նկատմամբ ավելի հանդուրժող եղեք։ Ես ուզում եմ հատուկ արձանագրել, որ հանդուրժող կարող ենք լինել այն իրավիճակներում, երբ դա օրինակ մեկ կամ երկու անգամվա բացառություն լիներ, այսինքն հանկարծ մի անգամ շփոթվեր որևէ քաղաքական գործիչ եւ մի անգամ այդպիսի խոսք օգտագործեր եւ հետո հասկանար, որ դա սխալ է կամ 1000 անգամ մեր ասելուց հետո հասկանային, որ դա սխալ է, դադարեցնեին եւ մենք ասեինք, թե հիմա ստացվել է մեկ անգամ ավելի հանդուրժող ենք, բայց խնդիրը կայանում է նրանում, որ սա ոչ թե ամենօրյա ռեժիմ է կրում, սա քննադատելուց հետո նույնիսկ շարունակելի երևույթ է մնում։ Ես հասարակ օրինակ բերեմ, ես ազգային ժողովում շատ հանգիստ, շատ հանդուրժող եղանակով բացատրում եմ, որ օրինակ գիտեք, որ այս բառը օգտագործում եք, սա էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսքի տեսակ է եւ օրինակ տարբեր պետություններ սա վերցնում են մեր դեմ օգտագործում են միջազգային հարթակներում։ Այս բառը, որ օգտագործում եք, սա էլ օրինակ կանանց է թիրախավորում, էլի են օգտագործում մեր դեմ տարբեր հարթակներում եւ այլ բաներ, եւ դրանից հետո միևնույն է պահպանվում է այդ ատելության խոսքի կամ վիրավորական խոսքի այդ մեծ ծավալը, ինչը նշանակում է, որ մենք այո, բոլորս պետք է համախմբվենք եւ ցույց տանք քաղաքական ուժերին, որ սա չէ քաղաքական դիսկուրսի ձևաչափը եւ նաեւ բոլորս պետք է համախմբվենք եւ ցույց տանք մասնագիտական համայնքներին, որ կներեք, բայց կան էթիկական ստանդարտներ հատուկ մասնագիտական համայնքների համար գործող եւ դուք պարտավոր եք պահպանել այդ էթիկական ստանդարտները։ Ընդ որում ասեմ, այդ ստանդարտների խախտումները, բազմաթիվ հիմքերով թիրախավորումները նաեւ մեր հաստատության հետ կապված են տեղի ունենում եւ մի շարք այլ իրավապաշտպանների
կամ եթե չդիտարկենք իրավապաշտպան գործառույթ իրականացնողներին, նաև այլ համայնքների ներկայացուցիչների նկատմամբ ընդհանրապես այն պատճառով, որ օրինակ կարող է ինչ-որ մեկը իրենց կարծիքին հակասող տեսակետ է արտահայտում կամ միգուցե իրենց քաղաքական շահերից է բխում, օրինակ ակադեմիական համայնքի որևէ ներկայացուցչի նկատմամբ այդպիսի խոսք տարածելը, ինչը փորձը ցույց է տալիս, որ ոչ թե պարզապես անթույլատրելի է, այլ շատ վտանգավոր հետևանքների է հանգեցնում։